Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը տեղափոխվել է Իզմիրյան բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է քրեակատարողական ծառայությունից։ Երեկ Աջապահյանի գործով նիստում Շիրակի թեմի առաջնորդն ասել էր, որ վիրահատության թույլտվություն է ստացել, ավելի վաղ քրեակատարողական բժշկության կենտրոնն առաջարկել էր Սրբազանին վիրահատել պետության հաշվին իրենց առաջարկած հիվանդանոցում, բայց arczepiskopos-ը պնդել էր, որ իր բժիշկն Իզմիրյան բժշկական կենտրոնում է, այնտեղ մտադիր է վիրահատվել։ 2 տարի ազատազրկման դատապարտված Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար, մեղքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրառման անդրադարձել է Պարույր Սևակի քանդակի շուրջ բարձրացրած աղմուկին եւ քննադատություններին եւ իր աջակցությունը հայտնել քանդակագործ Լևոն Թոքմաջյանին։ Նա այս համատեքստում հրապարակել է համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի նկար եւ գրել. Լուսանկարներում համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետների գործեր են։ Մի մասը ինքնանկարներ, որտեղ նրանք գրեթե անճանաչելի են կամ առավելագույնս տձև եւ տգեղ, մյուս մասը քանդակներ են, կոմպոզիցիաներ։ Մեկը վերնագրված է ընտանիք, մյուսը քայլող մարդը, երրորդը մարդը շարժման մեջ, չորրորդը թագավորն ու թագուհին եւ այլն։ Բոլորը տձև են, տգեղ, անհասկանալի։ Որևէ մեկը հնարավոր չէ նույնականացնել մեր ոչ արվեստագետների աչքին հասանելի օբյեկտների հետ։ Մարդ ասելով մենք տեսնում ենք մեզ ծանոթ ֆիզիկական կառուցվածքով մարդ, քանդակագործը տեսնում եւ ստեղծում է անհասկանալի լղար երկար մի բան։ Պաբլո Պիկասո ասելով մենք պատկերացնում ենք մեզ նման մարդ, ինքը իրեն պատկերում է մարդու եւ գորիլայի միջև մի բան։ Ինչու, որովհետեւ նա այդ պահին ստեղծում է ոչ թե սեփական դեմքը, այլ մահվան հետ հանդիպումը։ Ըստ Փաշինյանի քաղաքացիական կնոջ Լևոն Թոքմաջյանը ուրեմն քանդակել է ոչ թե Պարույր Սևակի դեմքը, այլ անլռելի զանգակատուն պոեմը, այնպես ինչպես ինքն է դա տեսնում եւ ինչպես մենք դա չենք տեսնում։ Դրա համար էլ Լևոն Թոքմաջյանն է քանդակագործը, իսկ մենք ամենքս մեր գործին ենք եւ կարծես թե արվեստից, նկարչությունից ու քանդակներից շատ բան չենք հասկանում։ Եթե հասկանայինք ստորև բերված արվեստի գործերի համաշխարհային հռչակի գաղտնիքն էլ կհասկանայինք, բայց սրանք բոլորը մեր աչքի համար տգեղ, տձև եւ անհասկանալի բաներ են, որոնցից ոչ մեկում մարդը ինքն իրեն նման չէ եւ արդարակ մարդու էլ նման չէ, գրել է Հակոբյանը։ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի հունվարից կտևի ոչ թե 24, այլ 18 ամիս։ Ազգային ժողովն ընդունեց զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրինագիծն ընդունվեց 65 կողմ, 4 թեմ, 20 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ։ Նշենք, որ իշխանությունը որոշել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել պայմանագրային ծառայության աճի հաշվին։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ավելի վաղ ասել էր, որ ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։ Հիշեցնենք, ի սկզբանե նախատեսված էր այս փոփոխությունը կյանքի կոչել 2026-ի ամառային զորակոչից, բայց հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե փոփոխությունն ուժի մեջ կմտնի արդեն հունվարի 1-ից։ Որոշ փորձագետներ կարծում են, որ սա ՔՓ-ի կողմից արված նախընտրական քայլ է։ Երևանում Ռուսաստանի դեսպանությունը հնարավորություն է ստացել հյուպատոսական այցելություններ իրականացնել Սամվել Կարապետյանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինը։ Վերջին անգամ մեր դիվանագետները Կարապետյանին այցելել են դեկտեմբերի սկզբին։ Նա հայտնում է բավարար ինքնազգացողության մասին, լավատեսություն է ցուցաբերում եւ մարտական է տրամադրված։ Ասել է նա։ Խոսելով Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի հետևանքների մասին, Կալուգինը մասնավորապես ընդգծել է. Կարապետյանն արդեն կես տարի է ինչ բանտում է գտնվում առանց դատարանի որոշման։ Մենք տեղեկացնում ենք այն ազդակների մասին, որ նման իրավիճակում մեր գործարանները սկսել են զգուշավոր կերպով գնահատել Հայաստանում իրականացվող նախագծերի հեռանկարները, հարցեր են տալիս ներդրումային միջավայրի կայունության մասին, ինչը հազիվ թե նպաստի երկկողմ առևտրի աճի դինամիկայի պահպանմանը։ Գլխավոր դատախազությունը Նավասարդ arczepiskopos Կճոյանին առնչվող հնարավոր քրեական գործերի հետ կապված տեղեկատվություն չի տրամադրում։ Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը նախաքննության շահերից ելնելով տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել, հայտնել են դատախազությունից։ Լրատվամիջոցը գրավոր հարցում էր ուղարկել հետաքրքրվելով, թե Հայաստանի Հանրապետության քննչական մարմիններում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանին առնչվող ինչ քրեական բարույթներ կան նախաձեռնված, քրեական օրենսգրքի ինչ հոդվածներով Նավասարդ arczepiskopos Կճոյանը դատավարական ինչ կարգավիճակ ունի։ Այս հարցերից ոչ մեկին գլխավոր դատախազությունը չի պատասխանել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան հաջորդ տարի կդիմի խորհրդանշական քայլերի։ Ավելի վաղ Բլումբերգը հղում անելով իր աղբյուրներին հայտնել է, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը։ Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ադրբեջանի
Հայաստանի հետ համակարգմամբ մենք նաև վարում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հաջորդ տարի մենք որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք։ Այսօր Անկարայում թուրք դեսպանների մասնակցությամբ համաժողովի ժամանակ հայտարարել է Էրդողանը, թե ինչ խորհրդանշական քայլերի մասին է խոսքը, Թուրքիայի նախագահը չի մասնավորեցրել։ Փորձագետների համոզմամբ դա կարող է լինել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար բացելը, որի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ 2022 թվականին։ Այսօր դեկտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 8:10-ի սահմաններում Hyundai Elison մակնիշի ավտոմեքենան Մարգարա Վանաձոր Տաշիրեմ 368 կիլոմետրի հատվածում ապարանի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ գլխի վար հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է ապարան բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով ապարանի քննչական բառնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ վիրավորի ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։